Գարնան այն առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Բարի լույս աշխարհի ամենահավատարիմ հեռուստադիտողին մեծ սիրով ուրախությամբ, ինչպես միշտ դրական էներգիայով եւ ռեժը եկել ենք որպեսզի արթնանանք ձեզ հետ միասին, իսկ արթնանալու համար պետք են լավ դրական լիցքերով ռիթմեր, Առաջարկում ենք այս պահին մի սիրով ու գեղեցիկ երաժշտական իհարկե ընդհատում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք եթերը։ Արթնացեք։ Ինչ արթնացանք միասին, այսօր երաժշտական եթեր է մեզ սպասվում, ֆանտաստիկ հրաշալի հյուր ունենք, ում շտապում ենք սիրով ներկայացնել, խոսելու ենք լավ երաժշտության մասին, լավ համերգային ծրագրի մասին, որը սպասվում է հենց այսօր Կոմիտասի անվան կամարային երաժշտության տանը։ Ադամ Բարոն եւ ընկերները հանդես կգան Արնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված անուրջ նեշ համերգով։ Այս մասին զրուցելու ենք հենց իր հետ, նա արդեն մեր տեղավարում է Ֆրանսիաբնակ օպերային երգիչ Ադամ Բարո, Մուրադ Ամիրխանյան, բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ այս առավոտ ժամանակ եք գտել, իմանալով հանդերձ, որ հենց այսօր է համերգը, եկել եք մեզ հյուր պատմելու, թե ինչ է սպասվում երեկոյան։ Այո, չէի կարող ասել ոչ։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալություն հրավերի համար, ուրախ եմ, որ ձեզ հետ կիսելու եմ այն ուրախությունը, որ իմ հոգում կա, այսինքն այն արտիստը, ով բնակվում է մեր երկրից կիլոմետրներով հեռու, հազարավոր կիլոմետրերով նույնիսկ։ Դե արդեն դա դուք ասացիք, չի կարող չմտածել ինչպես կարող է օգտակար լինել թեկուս մանանեխի հատիկի չափ իր ազգին որպես երգիչ։ Եվ բնականաբար ինձ համար շատ կարևոր էր, որպեսզի այս տարին նաև նշվեր երկու կարևոր ինձ համար միջոցառմամբ, մեկը մեր երկրում Բաբաջանյան եւ մյուսը Փարիզում Տեր Թադևոսյան, որին քչերս ենք ճանաչում, բայց դա հաջորդ դասին, ինչպես կասեն, իսկ հիմա պարզապես մեր Բաբաջանյան 105-ը խոսենք այդ մասին։ Ինչպես որոշվեց ծրագիրը Բաբաջանյան, ինչպես կազմվեց, թե որ ընկերներն են ընդգրկված լինելու, ինչ է սպասվում այսօր երեկոյան։ Ես նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մաշա Ալավերդյանին, իմ լավ ընկերը, ով նաև ինձ հուշեց, թե ինչպես կարելի է այն իրականացնել, բնականաբար ես այն հաստատեցի եւ երջանիկ եմ, որ այս երեկո մեր արտիստներին մենք կներկայացնենք։ Իհարկե ես եկել եմ պաստառով, որպեսզի այն մենք ցուցադրենք նաեւ մեր հանդիսատեսին։ Մեծ սիրով։ Ես եւ ռեժը հենց հիմա այսպես կդառնանք պաստառի մի մասնիկը։ Օ, հետաքրքիր երաժշտական փունջ է ստեղծված, նույնիսկ պրոֆեսիոնալներոյի։ Եվ մի փոքր պատմեք, հա, ինչպես ձևավորվեց խումբը, ինչ կարելի ասել անհատների մի ընտրանի, այո, որտեղ ամեն մի արտիստ, ամեն մեկը կներկայացնի 3 ստեղծագործություն Բաբաջանյանի եւ կամերային տարբերակով։ Մենք մասշտաբային Բաբաջանյանին բերել ենք կամերային դահլիճ, որտեղ ել ավելի հոգեհարազատ դարձած Բաբաջանյան կոմպոզիտորը ցույց կտա իր հզոր լինելը անհատական արտիստներով։ Այստեղ նաև ես տեսնում եմ Սկենա երգչախումբն է, հա։ Այո, Մաշան է Ալավերդյան մեր սիրելի։ Ինչ գործեր են կատարելու, թե ձեր կատարումների ժամանակը Ես թույլ տվեք ասեմ, որ մի փոքր մի քանի անակնկալ կլինեն նաև մեր համերգի ընթացքում։ Անակնկալները ես սիրում եմ մատուցել իմ ժողովրդին, արժան է նա եւ ճիշտ ասած այնքան արժեզրկված է ասել, որ ես սիրում եմ իմ ժողովրդին, որ հիմա վախենում եմ ասել, որ ես ձեզ սիրում եմ, բայց վստահ եղեք, ես ձեզ շատ եմ սիրում, ի սրտե եմ սիրում, այլ ոչ լոկ բառերով եւ պարզապես ասելու ի խորոց սրտի եմ սիրում։ Այ հետաքրքիր է նաև երաժշտական մասը, ով է նվագակցելու եւ ինչ երաժիշտներ են ընդգրկված։ Այո, ես ուզում եմ անպայման նշել Մարիաննային, որ ամբողջ համերգը նա կնվագակցի մեզ եւ Բաբաջանյան իհարկե դաշնակահարուի մեր սիրելի Մարիաննան եւ իհարկե քույրերը կլինեն Ուլիխանյան
ինչպես նաև Արամոն, ինչպես նաև Գալինա Ցոլակյանը, գիտեք, ես հոկտեմբերին կազմակերպել էի Իսահակյանի գրադարանը մեր համագործակցություն արեցինք եւ այսպես Գալինա Ցոլակյանը ունեցավ Grand-Prix եւ ինչու ոչ մտածեցի անպայման որ նա հանդես գա նաեւ Բաբաջանյանի այս ծրագրում։ Այսինքն ինձ մոտ միշտ լինում է կապակցել թե ընկերական, թե այն աշխատանքային գործունեությունը, որ ես ծավալում եմ։ Քանի որ համերգն արդեն այսօր է, հետաքրքիր տեղեր առհասարակ մնացել են, թե մի փոքր տեղեր կան, բայց նաեւ ես խնդրել եմ որպեսզի ավելացնեն աթոռներ նաեւ, քանի որ պահանջարկ Հետաքրքիր է, ես որքանով հասկացա ամբողջ համերգը լինելու է կամերային մեկնությամբ, հա։ Ձեզ համար սա նաև ինչ որ յուրահատուկ տեսակ է բնականաբար, որտեղ մենք Բաբաջանյան սովոր ենք լսել ավելի էստրադային, չէ՞։ Այո, ինձ մոտ ցանկությունն այսպես էր, որ ներկայացնել Բաբաջանյանը ակադեմիական մեկնաբանությամբ, որովհետև թույլ տվեք ներողություն խնդրել ձեզանից Վրեժ ջան, ինձ մոտ միշտ ասում են, որ ակադեմիական երգեցողության մեջ ավելի օպերային ձևով են երգելու, բայց ոչ։ Ակադեմիականը օպերային։ Հա, իսկ ներողություն ինչու համար եմ ասում, որովհետև ասենք էստրադայինի ժամանակ միգուցե վերևի եւ ներքի ռեգիստրները այդքան էլ չհնչեն, բայց այս դեպքում պրոֆեսիոնալ երգիչների հետ պետք է որ ել ավելի ճկուն լինեն անցումը վերևի եւ ներքևի ռեգիստրներով։ Ով է ձեզ համար Առնո Բաբաջանյանը։ Այ ձեր բանաձևը։ Ինձ համար հզոր մի հայ, ով գիտի ներկայացնել հայ երգի մելիզմները եւ ներկայացնի այնպես որ ոչ ոք չէր կարողանա կոմիտասից հետո ներկայացնել չնայած որ ասեմ ավելին Բաբաջանյանը այն կոմպոզիտորն է օրինակ դուք հիմա ստիպված եմ ասելու որ անակնկալներից մեկը ես ներկայացնելու եմ Բաբաջանյանը մշակմամբ Եկմալյանի այսինքն տեսեք ինչ աստիճանի մենք հզոր կոմպոզիտոր ունենք որ ինքը հորժամը վերցրել է Եկմալյանի եւ մշակել ու բնականաբար ես կամեցա որպեսզի համերգի սկիզբը լինի հորժամով կարծես թե աղոթք Եկմալյան եւ նաեւ Բաբաջանյան, որ մշակել է հորժամ ստեղծագործություն։ Այ քանի որ դուք ստեղծագործում եք եվրոպական հատվածում, հա, եւ Բաբաջանյանը համարվում է սովետական տարածաշրջանի, հա, կոմպոզիտոր։ Եվրոպայում որքան է ճանաչված Բաբաջանյանը եւ ինչպիսի երբ որ համերգներ եք ներկայացնում միջոցառումներ հետաքրքրվածություն կա եւ գալիս են արդյոք։ Դե կարող եմ ասել, որ Բաբաջանյանը դեռ նոր պետք է իմ կողմից փորձեմ ճանաչել տալ մեր ֆրանսիացի հանդիսատեսին եւ ավելին կարող եմ ասել, որ ես ուզում եմ, որ ֆրանսիացիները երգեն հայերեն եւ դա արել եմ ես, այդ փորձը ունեմ, ինչպես որ Մարտիկի երգը կարող եմ դուետ երգել կամ հայրենիքի ստեղծագործությունը ֆրանսիացիների հետ նստել եմ ժամերով աշխատել եմ, որպեսզի իրենք հայերեն երգեն եւ ես իրենց ասել եմ, եթե ես ֆրանսերեն եմ երգում, դուք էլ հայերեն պետք է երգեք։ Ես ինչի պետք է ֆրանսերենի պետք է ֆրանսերեն երգեմ, իսկ դուք չպետք է երգեք։ Հրաշալի։ Հայերեն ու ասեմ ձեզ, որ շատ են սիրում մեր երգը, մեր մելիզմները, մեր լադը եւ ինձ համար շատ կարեւոր է որպեսզի ես հենց այնպես չապրեմ արտերկրում։ Այսինքն հավանաբար դուք լսել եք, որ ես այն հայն եմ, որ առավոտյան մինչ երեկո ասում եմ, ես ինչ լավ բան կարող եմ անել իմ երկրի համար որպես երգիչ։ Այսինքն ես այն անձն եմ, ով որ շատ չի խոսում, բայց սիրում է գործ անել։ Որ քանի որ իմ ծնողները փոքրուց ինձ ասել են, որ բալես, ինչքան էլ ապրես, պետք է պիտանի լինես մեր երկրին, մեր ժողովրդին եւ մեր ինքնությունը չմոռանանք եւ շարունակենք պայքարել, որովհետեւ կյանքը պայքար է։ Այսինքն սրանից հետևություն Անահիտ, որ շատ շուտով մենք ֆրանսիացիների կլսենք հայերեն Բաբաջանյան։ Այո, ես ձեզ խոստանում եմ։ Իրականում շատ շնորհակալ ենք ձեր կատարած գործունեության համար, որովհետև դա շատ կարևոր է, կրկնակի կարևոր է Հայաստանի սահմաններից դուրս պահպանել հայ երգը եւ ներկայացնել օտար ազգի հանդիսատեսին։ Այո, եւ դրանով է որ մենք սեր ենք փոխանցում, այսինքն երաժշտությունը սեր է եւ փոքրուց մեզ ասել են երաժշտությունով չի սիրում նա կիսատ մարդ է այս աշխարհում։
Այսինքն մենք երաժշտությամբ է, որ կարողանում ենք ցույց տալ մեր ինքնությունը որպես հայ եւ դրան գումարած ես գնում եմ այնտեղ ապրում եմ, բայց ես չեմ մոռանում իմ երկիրը, ինձ համար հայրենիք է երկրորդ նաև Ֆրանսիան եւ ես ներկայացնելով իմ երգը արտերկրում երգում եմ նաև պուլենք ներկայացնում եմ նաև փխիե պուխպե այսինքն աղոթիր խաղաղության համար բայց ճիշտ խաղաղության համար Այստեղից հիմա մեր հեռուստադիտողը հաստատ վստահ եմ որ մտածում եմ իսկ ձեզ մոտ Ադամը հյուր է չի երգելու նախատոնական Ես ուզում եի ասել որ այսօր երեկոյան բոլոր մարդկանց ովքեր վայելելու են մենք նախանձում ենք դրա համար ուզում ենք առավոտյան գոնե մի փոքրիկ արտարում վայելենք Առավոտ շուտ գիտեք չէ մեզ միշտ ասում են առավոտ շուտ ձայնային վարժություններ ինչպես պետք է երգել բայց չէ որ այն արտիստը ով որ պրոֆեսիոնալ է նույնիսկ ժամը 4-ին իրեն արթնացնես ինքը պետք է երգի իհարկե Եվ մենք հենց հիմա ականատես կլինենք այդ պրոֆեսիոնալիզմին եւ այսպես Ադամ Բարո մի ձեր սազը դրեք ու ինձ սկսեք գովել Մենք չենք գովում պարզապես Ուզում ենք վայելենք հեռուստադիտողի ցանկությունն են կատարում այս պահին Հա դե ես կարող եմ չեմ ուզում շատ երկար երգել ձեր եթերին Մի փոքրիկ կտոր За все благодарю Բրավո Մենք ենք շնորհակալ ամեն ինչի համար, որ այսօր եկաք մեր տաղավար, որ սփռեցիք ձեր լույսով, բարությամբ, դրական էներգիայով։ Իմացեք, որ այս էներգիան, այս արտիստ կերպարը դա իրական է հորինված չէ ես որովհետև մենք այնպեսի մի ժամանակաշրջանում ենք ապրում որ վախ ունենք յուրաքանչյուր լավի ասածի մեջ մտածում ենք արդյոք այդ ճիշտ ասեց այդ մարդը արդյոք դա որ ասեց դա իրական էր բնական էր այո ես ձեր բնական Ադամ Բարոն եմ նույն Մուրադ Ամիրխանյանը եւ կյանքը ինձ չի փոխել ես միշտ մնում եմ այսպեսին ինչպեսին կամ Շնորհակալ ենք անչափ ձեզ այսօր երեկոյան մաղթում ենք հրաշալի ֆանտաստիկ համեր եւ սիրով կլուսաբանենք նաև այլ համերգները, նաև Ֆրանսիայում ինչու ոչ։ Սիրով մենք դեռ շատ ենք աշխատելու։ Մեծագույն սիրով Ադամ Բարո այսպիսին էր այսօր մեր հյուրը անկեղծ մարդ դրական էներգիայով լցված, սիրով լցված ու փոխանցեց մեզ նաև հրաշալի տրամադրություն ու կարծում եմ ովքեր քնած էին հաստատ արթնացան իհարկե եւ եթե արթնացել եք ու փնտրում եք այսօր երեկոյան ինչ միջոցառման գնալու մասնակցել, պարզապես փնտրեք գտեք կարծես թե տոմսեր դեռևս կան ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտական տուն Արնո Բաբաջանյանին նվիրված 105-ամյակին հոբելյանական համերգին գնացեք եւ իհարկե լավ արվեստով լցվեք Իսկ մեր եթերն այսօր այսպիսին էր, այսօր այսքան էինք նախատեսել, մնացեք բարով, բայց թողնում ենք ձեզ տեսահոլովակ կրկին Ադամ Բարով վայելենք նրա կատարումը Լավ օր բոլորիդ